միզա հոտով բաներ փչեն։ Այրազոլներ։ Որ ազգային ինքնագիտակցությունը ընկնի։ Այսինքն անցնող դարձնող ասի վայ արա ինչ ազգային շանում ստե։ Դու հասկանում ես հայք ինչ է ասում, քաջիկը։ Դու հասկանում ես ինչ է ասում։ Մենք էլ ասում ենք, թե արա այս պատեզները խեն ասես կամդված, միզված, այս ինչ վիճակ է։ Դու մի ասա, այդ հատուկ ծրագիր է կազմում, որ ցանկացած հայ իր տունը մտնելուց առաջ անցնի մի միջավայրով, որը իրեն հոգեբանական տրավմայի կընթարկի։ Ուրեմն այս քաջիկը բացեց մի հատ գաղտնիք, որ պատեզների մեջ հատուկ արհեստական միզա նյութեր են փչել։ Ոչ թե դի միզածա, այլ փչածա, բայց նրանք, որոնք որ տենում են միզա հոտա գալիս, իրանք էլ կավելացնեն մեզը, ես էլ առանձին։ Հիմա հասկանում ես գործից գործ բացվեց, որը մենք չգիտեինք։ Հուսով եմ կատակ չայցել, գետնանցումներում հատուկ է ձև նյութեր են լցնում, հա, որ անցնող դառնողը տենց… Հիմա չկա, այդ անկախությունից հետո են հայտնաբերել այդպես բաները, մարդիկ կան, որ զբաղվել են կոնկրետ այդ հարցում, 93, 94, 95 այդ թվականները խառը, որ ինչ-որ ասում այն փուլ է ժողովրդի մեջ, արհեստական, ինչ են ասում, կեղտել են դրել։ Ճիշտ է, ես կեղտեր լսել էի, բայց ես գիտեմ, հավաքարանները զարմացել են, ավլել են, զարմացել են, ասել են, այս ինչ է կատարվում, արհեստական է, էլի, ցած ավելը քսել են, տեսել են չի լղոզվում, բան չանում, այլ ռեզինից այն ինչ-որ կամ ինչ-որ նյութ է, բնական չի։ Խնդրեմ, տեսեք պսիխոլոգիչեսկի ինչ են արել, ոչխացրել են, նսեմացրել են, դարձել են, այսինքն, ինչ ասեմ, ամենայն աֆրիկացիները սկի այդ կարգի բան չեն ունեն, դամա ես միշտ զարմանում եմ, որ ոնց կլինի այդ ազգը, որ այդքան մենք այդքան նապես ճանաչված են միշտ մաքուր, շատ կարգին ազգ, այսպես ասեմ, այդ կարգի բաները մեր մոտ չեղու, ես զարմացած եմ, որ մարդիկ այդ աշճանի այդ կարգի բաներ են անում, հասնում նրանք լրից ստեղծված այրը, վայ։ Այնքան զարգացավ, որ հիմա այն ժամանակ եթե մի քանի տարի առաջ որ եթե լավ բաներ են հայերին վերնագրել, ասել են դե հայի խայսը հայա պետք է տենց լավ լիներ։ Հիմա ինչ վատ բան լինում, ասում են դե հայի խայսը էլի։ Չէ, այդ խայսը չկա ու մեզ համոզում են որ կա։ Էդի չկա հայի մեջ, հայը ավելի լավն է, քան 4 կողմից ուզում են փորձում են ապացուցեն։ Այ քեզ ակնությունն է։ Հիմա նոր պարզ դարձավ, որ ես միշտ կրկնում էի, ասում էի, թե կառավարության մեջ աշխատում է մի հատ գաղտնի գործակալություն, որը անկախ նրանից նախագահը ով է, բայց այդ գործակալությունը հիմնադրվեց բոլոր սենյակներում Լևոնյան իշխանության ժամանակ, այսինքն սրանք ամրագրվեցին, հետո անցան ընդհատակ։ Ես դա տեսել եմ, ես չէ որ ձեզ հիշում եք պատմում էի, որ Ռոբերտ Քոչարյան երբ որ եկավ իշխանության գլուխ, իրան բերեցին, արդեն անես մի հատ իշխանության գլուխ, որը գրավված էր արդեն ընդհատակի կողմից, և մենք մի քանի քայլեր արեցինք իր հետ, Սփյուռքից, ասենք ստեղծելով Սփյուռք Հայաստան համաժողովը, այս համաժողովի ստեղծման վրա Քոչարյանի անմիջական մասնակցությունն ա եղել մեր հետ, ստեղից, որը ճանապարհին նորից փչացավ, այդ ներքին ընդհատակի ուժերի կողմից, որը էսա մի քանի օր առաջ էլ Հայաստանում հավաքվել է, ու դուք կտեսնեք, որ ջուր ծեծելուց բացի ուրիշ բան չեն անում, այսինքն այդ գաղափարն էլ փչացրեցին, շատ լավ, եւ էլի հարցեր եղավ, որտեղ Քոչարյանը հստակ փորձեց այդ ընդհատակյան ուժերին շրջանցել եւ չկարողացավ։ Խոսքը վերաբերվում էր այն Հայաստան հիմնադրամի դրամահավաքին, որը մենք այստեղ կազմակերպել էինք
այդ տարի $100 միլիոն հավաքելու գործում եւ դա ձախողվեց եւ գիտեք ում կողմից ձախողվեց ելի այդ ընդհատակի կողմից եւ դեսպանությունների կողմից հայկական զարմանակ այդ մի պատմություն է որ ես չեմ արել բայց երբ որ տեղը գա պիտի պատմեմ որ դուք տեսնեք թե ոնց այդ ընդհատակյա ուժերը որոնք հիմա պարզվեց հայկի ասելով անցումներում եւ շքամուտքերի մեջ միզան նյութեր էին շախ տալիս նրանք նույն բանը անում էին պետական կառույցների եւ ծրագրերի մեջ տապալելով այն ծրագրերը որը հանկարծ կարող է Հայաստանի պետությանը շունչ տար էներգիա տար դրանք անում էին եւ ամենաառաջի խնդիրն է հայտնաբերել դրանց հայտնաբերելը այդքան էլ մեծ ջանքեր չի պահանջում բավական է Հայաստանի նախագահը լինի այն մարդը որը դրանց այդ հակասության մեջ է դրանք իրանց կբացահայտեն մի բացահայտում դա եղավ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ երբ որ դիվանագիտական կորպուսի մեջ ծվարած այդ ընդհատակյան ուժերը հանկարծ միացան Լևոն Տեր-Պետրոսյանին եւ միայն այդ ժամանակ մի պահ փայլեց Քոչարյանի թուրը եւ Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական լրտեսական ամբողջ կազմը ոչնչացվեց վերջի պահին մի հատ հարված տվեց Քոչարյանը ժամանակ չկար թե չէ Լևոնյան այս բանդաները տիրել էին արդեն Սերժ Սարգսյանը ի վիճակի չէր պահելու այդ հեղափոխական քաոսը եթե չլիներ Քոչարյանը եւ Քոչարյանը գլխատեց հեղափոխությունը Լևոնյան եթե հիշում եք ու նախագահական աթոռը հանձնեց Սերժ Սարգսյանին դուք չեք հիշում դրանք որովհետեւ Քոչարյանը նախ առաջինը գեներալներին բոլոր սաստեց չմիանալ դրանց եւ գլխավորը Մանվելն էր որը խոստացավ երթվեց որ չի միանալ Լևոն Տեր-Պետրոսյանին չնայած Լևոնը արդեն հրապարակից հայտարարում էր որ երկրապահները մեզ հետ են հիշում եք թե չէ հիշում եք ուրեմն Քոչարյանը Չերևանով ուղի հարթեց Սերժ Սարգսյանի առջև որ հիմա ասենց կարդում է թռվռում է այդ ում շնորհքն էր իրա նա ոտատակ կգնար Լևոնի այդ հորդաների տեմ բայց Քոչարյանը պահեց Քոչարյանը չմտածեց ես հեռանում եմ գնում եմ հանգստի լավ էլ փող ունեմ գնամ ու վայելեմ չարեց այդ բանը եւ այսօրվա դրության մեջ իշխանությունների այս կայունությունը նրա թողած հետքերն են որը կարծեք թե մազից է կախված այս դուք իմ ասածների ընտրությունների ժամանակ հավատում եք թե չէ կարող եք հիշեք այդ բոլոր դեպքերը եւ մարտի 1-յան պրովոկացիան որը կատարվեց սպանություններով այդ արդեն լրիվ այդ ներքին ուժերի սարկածն էր այդ ընդհատակյա ուժերի սարկածը Բաղդասարյանին լրտես ճանաչեցին ավտոբի այո Անգլիայի հա որ կամպրամատ հանեցին որ Սավեն ասացին որ շպիոնություն է անում ինքը այո ով հայտնաբերեց դա չեմ հիշում ով էր որ Արտուր Բաղդասարյանի հանդիպումները անգլիական ինտելիջենս սերվիսի հետախուզական գործակալների հետ ով հայտնաբերեց արդեն Քոչարյանի ժամանակ ահա հիմա Արտուր Բաղդասարյանին Քոչարյանը կոնսերվացրեց այսօրվա դրությամբ կոնսերվացրել է Սերժ Սարգսյանի կառավարության մեջ որպես անվտանգության քարտուղար այդ տղան կոնսերվա է ասեմ ես վերջի մի տարվա ընթացքում հատկապես վերջի մի տարվա ընթացքում դες հիմա այս քաջիկ ես միտքը ասեց ես ինչ եմ հիշում ինձ մի անգամ ինձ մեր FB-ի վրա ուրեմն բերում են նյութեր հայ հատկապես կանանց վերաբերյալ ինձ թվում է ինձ մեկը ասեց մի հատ բանի Ֆրանսիայի ցակումով թութը հայա բայց Ֆրանսիայում ապրում ուղղակի մեր լինքեր որ մենք ռապորտ անենք մաքրեն ուրեմն հայկական հայ կանանց հիմնականում պորնո ֆիլմեր է ես չգիտեմ ես իմ կյանքում չէի տեսել ինչքան էս վերջի մի տարում ահավոր շատացել է Իմ Կարդաշյանի Չէ, քինից բացի հիմա դու գնա
խփի սովորական Google-ի վրա այդ լինքերը ինձ ուղարկել է հիմա ինչքան դրել են քանի անգամ ենք դրել FB-ի վրա ջնջում ենք ռապորտ ենք անում նոր բաներ ա գալի ու ես զարմացած եմ թե որտեղ է այդ փոքր Հայաստանում այսքան տան ֆորմներ չգիտեմ ինչ բաներ ու այս մարդը ինձ ասեց Սոֆի սա մտածված ձևով ինչ որ մի ընդհատակյա կազմակերպություն հայ կնոջ կերպարը ուզում են որ ընդհանրապես որ մինչև հիմա շատ դրական ա եղել դա ուզում են ոտնահարեն ես չհավատացի մի պահ մտածեցի ումն ա պետք որտեղ հետո հիմա որ քաջի քեզ լսում եմ դա շատ հնարավոր է այդ մարդը ճիշտ ասում որտեղ դա ահռելի ձևով շատացել է դնում ես Google խփում ես Armenian porn դու տես ինչ սայթեր ա գալու ես ապշած եմ մնացել ապշած այ հիմա ես համոզված եմ որ սա մտածված մեր բարոյական կերպարը ոտնահարելու միջոց է ինչ որ մի կազմակերպության ինչ որ մի ընդհատակյա չգիտեմ ուժի կողմից ուշադրություն դարձրեք նաև մի հանգամանքի վրա Հայաստանից ցուցադրվող բոլոր սերիալները անպայման պարտադիր մի հատ պատիեզդային շքամուտքային տեսարան ունեն, որտեղ կանգնած խոսում են եւ հետեւի պատերը քանդած, քարուքան դեղած։ Այս սերիալների մեջ այս շքամուտքի խոսակցությունը դիտավորյալ է մտցրած։ Այս քաջիկի հայտարարությունը որ ասեց, ու ամեն անգամ էդի նայելուց ներվերդ քայքայվում է։ Ասում ես բալավ սրանց ամոթ չի ես ապրող հայերին, որ իրենց շքամուտքերը այս վիճակում են պահում։ Ու քու մոտ առաջանում է արդեն նոր ես հասկանում, թե դա ինչ միտում ունի։ Ինչի համար են այդ ցույց տալիս, որ Սփյուռքում տարածվում է այդ սերիալները, որ Հայաստանի ժողովրդի մասին մտածեն, որ սրանց վիճակը նայի։ Այսինքն առաջանա ատելություն, անզորություն, հավատքը թրջի, որ էդի երկիր կդառնա։ Ուրեմն այս բոլորը իմանալով, ասենք մենք եւ Հայաստանի բնակչությանը բացելով սա, ասում ես նայ, ավելի լավ է իմանաս այս բոլորը եւ մտածես, ոնց դրանց դեմը առնես։ Մտածված բան է, մառայլն են մեր ուզում, ոտնահարեն, ամեն ինչը, որ այսպես ես հիմա մտածում եմ, իսկ սարսափելի ապարատ աշխատում մեր ընդհանրապես այդ ամեն հոգևոր արժեքները ոչնչացնելու համար։ Մի սարսափելի բան է սա կատարվում։ Այս աշճանի, գիտեմ, շատ ցավալի կերպար է, իսկ եթե մի երկիր մի ազգ մառայլ չունենա, դա ինչի, ինչ աշխատելու իրավունք Ատկայքերեն մի քանի հատ դեսա մի բան անդադարձա նկատի արի որ սարկած են ինչ կսես սարկած են հայերենով գռնալալ կարող է ազերբայջանական կամ թուրքական ֆիլմեր են անում կամ ուրիշ երկիրներ ու իսկ հայերեն լեզուներով են խոսում կամ ցայներ են անում Շատ հնարավոր է Ես էլ մտածեցի չի կարելի անել, որովհետև Հայաստանը բստիկ է, հիմա գճանաչեն, հիմա ասին չինաղջիկն է, անդին չինաղջիկն է, քիչ է ժողովուրդը Հայաստանի, մեկը մյուսին գճանաչե, հիմա բիդեսի ասին չինաղջիկը, ամեն աշխարհ կբի տարածվի ասին չինաղջիկը, բայց երբ որ գտեսնենք որ անծանոթ դեմքեր ու հայ եսելով գծանոթացնենք որ եւ ցայներ են հանում Ցայները սկացի սխալ ցայներ կա մեջը եւ երևակայ է սիթի մեջը երբ որ ներողություն յանի հարաբերություն ըրած ժամանակին Երևան դարձած իմ երեփունի երկը դրել էին դեղմը չի կարելի լարա պամը չի կարելի Եվ աղջիկը գխոցի գոր մի սեկոնդ վերջ աս վեկաչիկը կաչիկն է իմ կովս սպան է կաչիկը գուզե գոր մտնալ մե իմ կովս չեմ գնա գոր մտցնել Հա իմ մոտ էլ ուզում փորձում եմ չի լինում միած Ստեփան ջան դու փորձի Քաջիկ ուզմամտի չի ստացվում ինչ
Բանս, Ռազմիկ ջան, էդի երեք հենց երեք 6 հատ նոր էջ այն ուղարկել ինձ էս մարդը 6 նոր էջ ուղարկել բոլորը խոսում են հայերեն չգիտեմ Քիչ ասած մարդը տովեն է բայց պետք է դեստենք ասի ինչու ինչպես է սպես կլագո չեմ ասում ով են նոները եդև ով է ասիքին եդևը Ես էլ չգիտեմ ինձ էդ եմ ասում էլ Ռուսաստանի հայ աղջիկ էլ Եվրոպայի հայ աղջիկ էլ Ամերիկայի Լիբանանա հայ աղջիկ էլ նոր ֆիլմեր նոր երեք չառաջ որ այդ մարդը էլի 6 հատ ուղարկել է Լիբանա հայ աղջիկ չի այո Որ մեկն է ինձ ուղարկացի նեմ ամենուն գճանչ տկրետ իրար գճանչ տան գոնդեղը Ուղարկեմ ես չգիտեմ չեմ ուղարկել չէ ուղարկեմ Սխալ բան մգականի Դու այսինքն որ մտնես բան դու չես մտնում Գիտես ինչ հիմա ոչ թե աղջիկ հիմա Լիբանա հայերը որ ատկրտություն ունեցած են կամ at տասիբով մեծած ընտանիքները նույնիսկ եթե հարևանը լա տրացին լա գտարածվի եւ շատ վիրավորական նույնիսկ yani իրեն հայրը կսպանեն աղջիկին դղա ալալով չենք կնար այսօր մենք այդպիսի բաներ անել հասկանաց որ Սոֆի ատկրտությունը որ ստացած ենք մենք սպիրտի մեջը ես գիտեմ դա եմ ասում ապշած եմ որ այդի ու այդ աշճան շատ Ես ապշած եմ մնացել, մազերս բիզ է կամ ասում, մեր ես մի թիքը ազգի մեջ, այսքան պորնո որտեղից է դրանց ստեղծում։ Սխալման մգա։ Չեչեններին գիտես։ Չեչեններին հանգարտ մի հատ չեչեն աղջկա մոտիկանա, չէ դուրսը, թեկուզ մի հատ բարետ տաս, մի հատ անտանոտ իրան որ չել ճանաչում, չեչեն տեսա, կգա չի թողե, որ իր աղջկա է, իր Հավի հետ ինքը ակրորը իր հավի հետ չթողի որ հանգարտ շփում ունենաս այդպես պահում են իրանց կանանց բռի մեջ մենք ալինպես էին հիմա մեծ շատ մեծ ջահելության մեջ հիմնականում արմատավորվել են այդ բան որ փողոցում քայլող աղջկան մենակ տենում են սեռական հարաբերությունների միջոց ուրիշ ոչ մի բան չեն տենում այդ աղջկա մեջ Հայաստանում Հա Տեղեն ունենում մեկ ավտոներից սիգնալ տալը Չէ, դեպի նոր է եղել Այն ժամանակ էլ են դետ նույն որ դու ասում ես այդ ձև է Ոչ մի աղջիկա, ոչ մեկ փողոցում ոչ մեկ չէ, ոչ մի բան չեր Հանգարտ մեկը խատրին կտեր ամպոլով տղեկը կռիվ կաներ Այդ մարը այդ ձև է այն ժամանակ Այդ ինչ է եղել 20 տարիների ընթացքում այդ ինչ աշճան այդ ամեն ինչը փող Ես ես վերջերս մեկ ազատության հրապարակով քայլում էի, դենա մի խումբ աղջիկներ, մի խումբ նեգրների հետ, հաթաթված, իրանց լավ են ասում, իրանց են, բարձր քրտերը վերև են նայում, կնգած, ու դրա արդեն սովորական է դառնում, որ կարա։ Այդ հետաքրքիր բանը, ստեղ իմ տղաս բանը, ինստիտուտում հայ աղջիկ կար, ինչ-որ տեսնեք հետ ընկերություններ արել, եկավ ինձ բողոքեց, որ սենց բողոքեց, գանգի իրա մամային ասա, այդ ինչ բան է, այդ նորմալ բան չի, ուզում ասեն նույնիսկ սենց տեղերում վատ են զգում մեր տղեկը, ոնց կնի Հայաստանի մեջ ապրեն ու այդ ձև անեն ու շրջապատի կողքի տղեկներ դες անտարբեր անցնեն, բայց այդ ինչ շատ է զարմացնում, ուրեմն հայ տղամարդու բանն է այդտեղ արդեն խանգարվել, թասիբության այդ ինչ ասեմ, ինքնասենյության աստիճանը Շատ կներեք, բայց եկեք մտածենք, այդպես վրա մի տվեք։ Այդ երևույթը, որը նկարագրեցիր ազատության հրապարակում, պրովոկացիա է, հիշեք էդի։ Հայ աղջիկը նման բան չի անի, դուք տարբերեք իրարից հայախոս քածերին, որոնք հայերի մեջ տարածում են այդ երևույթները, դուք պիտի կարողանաք տարբերել դրանց, որովհետև դրանց պաշտպանել, կանգնել, դուք գիտեք, որ դուք սխալվեք, դուք պիտի հասկանաք, որ դրանք ձերը չեն, դրանք այդ ընդհատակյա գործող կառավարության մեջ, օրեսդիր իշխանության մեջ, դատարաններում, Սփյուռքի նախարարությունում, մշակույթի նախարարությունում, որտեղ խղճի ազատության մասին են խոսում,
չգիտես սեռական կյանքի, ազատ կյանքի մասին են խոսում, դրանց սարքած այդ բաներն են, հիմա մենք խոսում ենք դրանց մասին որպես հայերի կատարած, եսի մեր մեծագույն սխալն է, այդպիսի բան չի լինում, նախ առաջինը, ձեր իմունիտար համակարգը կարգի բերեք, երբ որ երևույթը տեսնում եք, անմիջապես ձեր մոտ պետք է առաջանա, որ այս պրովոկացիա է, եւ դրա վրա հանկարծ հայ երիտասարդը գնա այդ հայ աղջկան պաշտպանելու սևերից, նրա մեծագույն սխալը կլինի, որտեղ ինքը չի պատկերացնում, որ այդ աղջիկը հայ չի, այլ հայերեն է խոսում, եւ ինքը պրովոկացիայի մեջ է, եւ եթե գործը հասնի դանակահարության, ինքը չի դառնա նժդեհ կամ անդրանիկ, ինքը պարզապես խապված զոհ է, ուշադիր պիտի լինեք, դուք պիտի հասկանաք, որ հայի հոգեբանությունը այտենց հեշտ չի կոտրելը, եթե այդ աղջիկը արդեն դրանց հետ է, միանգամից վրան դրեք կնիքը, դա հայ չի, կնիկ դնողը չի ուզում, արդեն բան է եղել, նայեք, ձեզ ասեմ 10 տարի առաջ մոտավորապես, ամեն ինչ սկսեց, այս ինչի մասին, որ հիմա խոսում ենք, Էդվարդ Բաղդասարյանի սա հետքի թաքնված խմբագիրն է, ֆինանսավորումամբ և Դուբայ ուղարկելով, նկարելով, ինտերվյու վերցնելով անբարոյական աղջիկների մասին և թերթում հետքում գրելով, որը հետագայում դատավարություններ սարքվեց, բայց ինքը բարձրացնելով իր այս հետախույզական աշխատանքը, հայերի մոտ ստեղծեց մենթալիտետ թրաֆինգի մասին։ Ճիշտ ես։ Հասկանում եք այդ ինչը, այդ ինչ արվեց։ Այո։ Եվ հիմա պետք է ուրախությամբ ասել, որ հետքը էլեկտրոնային լրատվական դաշտում զբաղեցնում է հետին տեղերից մեկը, որովհետև ժողովուրդը հասկացել է, որ այդ թերթը, որը բացում է մարմնավաճառների մասին, Սերոբ Պողոսյանի մասին, Ալավերդի ու պղնձահանքերի դիպրտ է բացեց, այդ բոլորը հայերի մենթալիտետը քայքայելու ճշմարտություններ են շակերտների մեջ։ Եվ պիտի հասկանաք, որ այդ ճշմարտությունների վրա էներգիա չծախսեք։ Նա փորձ ասում էլի ֆիզիկայից, ֆիզիկայը ինչ է, ուրեմն ասում է, թե սիստեման գտնվում է A կետում, որի